Շնորհակալություն, ես ճիշտ ասած չէի նախատեսում այս հարցը հարց տալ, բայց մենք ինչի ենք ընդհանրապես այս ամեն ինչին sense լուրջ վերաբերվում, ժողովուրդ ջան։ Մենք ուզում ենք տենց ժողովրդավար, թափանցիկ, նման բարքերի ձեռց հասարակություն ու երկիր ունենալ, ասենք նայում ես Amazon-ի տերը մենակ է ման գալիս կամ Tesla-ի, հա, չգիտեմ, Bezos-ն ու Musk-ը, մենք ընկել ենք մի քանի միլիոն դոլար կամ նույնիսկ այդքան չունեցող մարդկանց, չէ, այդ իր հերթին, ես նկատի ունեմ, մենք պետք է ուրիշ բան զարգացնենք մեր երկրում, ոչ թե տենց մտածենք, թե ինչու օրինակ, չգիտեմ, մի մեծահարուստի երեխան չի կարող գնալ մի մեքենայով, հետևից էլ մի եւս երկու մեքենա։ Ես դեմ չեմ, որ պետք է կարգավորել, իհարկե, որտեղ այդ պահնորդական ծառայությունը միայն դրան չի վերաբերում, պահպանվող օբյեկտներ եւ այլն, ես կողմ եմ, ուզում եմ ասեմ, որ այդ կրճատում ենք այդ մեքենան, ու ընդհանրապես պետք է մենք խրախուսենք հակառակ վարքագիծը, որ ժողովուրդ ջան, անվտանգ է մեր երկրում, հանգիստ մանեք, եք ոչ մեկ ձեզ չի ուզում սպանի, իսկ եթե ուզենա սպանեն, ձեր պահնորդները ձեզ չեն փրկելու 100%։ Ինչքան շատ պահնորդ, այնքան վտանգը կմեծանա, չէ՞ ճիշտ եք։ Բայց խոսքը դրա մասին չի, պարոն Սիմոնյան, շատ ճիշտ բան եք ասում, որտեղ պահնորդականը շատերը դիտում են որպես զորք ունենալու հնարավորություն։ Մուսկուլները ցույց տալու մեքենայի տեսքով, վզերի տեսքով, դա վերացվում է, վերացվել է շատ դեպ հիմա, բայց հիմա ավելի կանոնակարգված կլինի, էլի կվերացվի։ Էպես որ պահնորդը չի փրկելու, ապրած կյանքն է, որակապես պիտի փոխվի, որ մարդը չդառնա թիրախ։ Ես կարծում եմ այդտեղ է խնդիրը եւ պահնորդականի կարիք ունեցողները թող մտածեն ինչի պետք է իրանք պահպանման կարիք ունեն։ Այդտեղ է խնդիրը։